Պարոն Ղուկասյան, այսօր ժողովի ամբիոնից հայտարարեց, որ ձեր հայտարարությունների հիման վրա ձեր նման քաղաքական գործիչը պիտի Այդպես էլ ասել, շպրտվի, հա։ Ես չեմ իշնի իրանց մակարդակին։ Ես այդ բառին համահունչ չեմ պատասխանի շպրտվի բառին, բայց ես կարող եմ իրանց պատասխանել բոլորին, մեկ առ մեկ։ Բայց ժողովրդի ընտրյալին Հայաստանի Հանրապետության վարչապետը, եթե ասում է դուրս շպրտվի Հայաստանի Հանրապետության վարչապետը, 6 անգամ քաղաքապետ ընտրված մարդուն, 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, ուրեմն ընտրված մարդուն, եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը թիվ 1 ամբիոնից նմանատիպ խոսք է ասում, ես ուղղակի ուզում եմ ասել հայ ժողովրդին, տեսեք թե մենք ում ենք ընտրել Հայաստանի Հանրապետության վարչապետ։ Ինչ մնում են հաստագլխին, նրա մակարդակին էլ չեմ ուզում իշնել։ Եվ դրան պատասխանել, ուղղակի ես մի բան եմ ուզում ասել։ Սրանք, որ այսպես խառնվել են 2 օր, 3 օր, 4 օր, 5 օր, Վարդան Ղուկասյանը չի իշնում այդ ամբիոնից։ Սրանք էլ բան ու գործ չունեն, այս երկիրը լուրջ խնդիրների առաջ կանգնած է։ Ամբողջ պետությունը լուրջ խնդիրների առաջ կանգնած է, եւ արտաքին, եւ ներքին։ Այս Վարդան Ղուկասյանը ինչ բան է ասել, որ այդ ով է անկախության Հայաստանի պետականության հետ կապված որևիցե մի բան ասել։ Երբ որ ես ասում եմ միություն, այդ միությունը պաշտպանելու է Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի պետականությունը։ Ուրեմն եթե ռուսը, Ռուսաստանը, եթե Ամերիկան կամ որևիցե մի երկիր աշխարհում հայոց պետականության նկատմամբ ոտնձգություն անի, իմ ողերիմ թշնամին կդառնա եւ ես իմ տեսակը պատրաստ է ազգի համար մեռնելու, կռվելու, պայքարելու։ Բայց հիմա ես նորից նույնը ասում եմ իմ խոսքերը։ Հայոց պետականությունը պահելու համար, այո, մենք պետք է մտնենք որևիցե մի միության մեջ։ Ոչ այն սկզբունքով, որ դառնանք գուբերնիա։ Ով է ասել, որ ես ասել եմ գուբերնիա։ Եվ ես ասել եմ, ով իմ խոսքերին, այս խոսքերին հագադարձի, ու ինձ իրենց կոմենտ գրողները, որ ունեն, չէ, նստած կոմենտներ են գրում, տեղերն է գիտենք, իրենք պատվերը տալիս են, ֆինանսավորում են, կոմենտ են գրում։ Ու մեզ վատ բան ասի, ինձ վատ բան ասի։ Այո, սրիկաշան որդի է, ես թուրքահպատակ, այո, նմանատիպ խոսքին ես հակադարձում եմ, ով ինձ Հայաստանի անկախությունը, պետականությունը պաշտպանելու կապակցությամբ ինձ հակադարձի մի վատ բան գրի ու վատ բան ասի, նա թուրքահպատակ շան տղա է, ես էդ եմ ասել, ու չեմ փոշմանել, մի բան էլ քիչ եմ ասել, մյուսն ասեմ ձեզ։ Ուրեմն պատկերացրեք, այսօր աշխարհում կա մի երկիր, որ միություն կազմած չի, հələ մի հատ անկախ մի պետություն ասեք, օրինակ Ռուսաստանը այսօր միության մեջ չի, Ամերիկան միության մեջ չի, Եվրոմիություն ասում է Եվրոմիություն, ինչի Ամերիկան, Անգլիան, Գերմանիան միություն չէ, բայց իրանց պետականությունը պաշտպանելով, նույնը ասում է Վարդան Ղուկասյանը, այստեղ հետ ինչ մի հատ բարդ բան եմ ասում, որ դուք չեք հասկանում, դուք ուղղակի ոչ թե չեք հասկանում, այլ ուզում եք, որ Հայաստանը դառնա թուրքական վիլայետ, որովհետև ձեր, ուրեմն Էրդողաններն ու Ալիևները ձեզ հանձնարարական են տվել, որ նմանատիպ մարդկանց երկրի միջից, ուրեմն կալանավորել, արդակսել, ունեզրկել, պետական կառույցներից հանել։ Դրա համար էլ դուք այսպես ողբ եք կապել ու ելույթ եք ունենում, որ ձեր դրսի տերերը տեսնեն, որ դուք աշխատում եք իրենց համար։ Սա է, թե չէ, մենք այնքան հասարակ բան ենք ասել։ Միություն ասելով չի նշանակում հայոց պետականության անգում։ Դու հայերեն չեք հասկանում։ Չնայած ես հայերեն, ռուսերեն է կարամ, ինչ լեզվով սրանց ասեմ ես։ Դրա համար կարելի է այսքան աղմուկ բարձրացնել։ Արցախը տվեցիք, հասկացար այսքան ձայն չեք բարձրացրել։ Արցախի անուն ընդհանրապես չեք տալիս, Գյումրին պարտվել եք գիշեր ու ցերեկ Գյումրիից եք խոսում, ներողություն, գիշեր ու ցերեկ Գյումրիից եք խոսում։ Հետո ընդրակաշարք։ Ներողություն, թողեք աղջիկ ջան, ներողություն մի բան ասեմ։
Թողեք բացատրի, ես խոսում եմ էլի։ Ընդրակաշարք։ Ով չգիտի, որ դուք եք բաժանել ընդրակաշարքը։ Լրագրողները բոլորը տեսել եք, որ գծի հետևում եւ մնացած տեղերը խանութներ կա, որ մի մարդուն 60,000 դրամ փող եք տվել։ Ամբողջ քաղաքը խոսում է ձեր ընդրակաշարք բաժանելուց։ Ես ընդուփ գովազդ չեմ արել։ Վիվարոյի ձեր գումարները, ձեր ամբողջ հանրապետությունը լցրել եք Գյումրի, ամբողջ հանրապետության ԿՊ-ներին բերել եք այստեղ։ Ուրեմն ավտոբուսներով այդքան մարդ էիք կրում, ցուցակներ այդքան։ Հիմա ես օրինակ հենց հիմա փաստ ունեմ, մի տան վրա 57 հոգի մարդ եք գրանցել։ Այդ մարդիկ եկել են ընդունելության, ինձ ասում են պարոն Ղուկասյան, 57 հոգի մարդ են գրանցել, սրանք ովքեր են։ Մի տուն կա 10 քանի հոգի եկել։ Այսինքն այդ ով է դրանք անողը։ Կդամ այդ փաստերը։ Ես այդ փաստերը երբ պետք եղնի կբարձրաձայնեմ կդամ։ Մյուսն ասեմ ձեզ։ Շենքեր կան փլված քաղաքում, որ գոյություն չունեն, բայց այդ շենքերը ընտրություններին կանգնած են եղել։ Դուք խոսում եք մակրությունից, շիտակությունից, այսինքն ձեր դաստիարակությունը դրսից սորոսական դպրոցներ եք ավարտել։ Եթե ուզում եք մի բան քանդել, մի կառույց, մի ոլորտ քանդել, սկսում եք այդ ոլորտին ձեզի սրբացնել, նրանց վադաբանել։ Եվ հետո ուրեմն ամեն մեկը ամեն օր նույնը ասում եք, Մեսրոպ Մաշտոցին կարող է դուք անեք բողոքական, ձեր այդ դպրոցներով, բայց այստեղ բոլորը ձեզ ճանաչում են, էլ չեք կարող, էլ ամեն ինչը, հետո պատկերացրեք, ազգային ժողովում վարչապետը նստած, կառավարությունը նստած, այն հաստագլուխը Վարդանիկով է խոսում, հələ պատկերացրեք, ազգային ժողովում Վարդանիկով է խոսում, ու մի մարդ, որ ազգային հերոսին, պատերազմին ոտքը կտրած հայոց պաշտպանության նախարարին հետևից ձեռք է գցում, խփում է, հասկացար, ու դա կարող է լինի ձեր թիմի անդամը, ու ձեր թիմի անդամներին հələ նայեք, նամանավանդ այստեղ ներկայացնող, ու դուք դրանց վրա հույս եք դրել, ուզում եք, որ Գյումրիում դուք հաղթանակ ունենաք, Նախոսականեց, որ իրեն հանգիստ չի տալիս ձեր քաղաքապետը։ Միանշանակ հանգիստ չի տալիս, որովհետև ինքը իր կուսակցության մեջ խայտառակվել է որպես նարկոման։ Ինքը Նիկոլ Փաշինյանը իրեն տարավ ստուգեց, ինքը որպես նարկոման դուրս եկավ եւ այդ պրայմ երիզեր, ինչ էր, բաներ 100 ցեն, մեկը որ 100 ցայն հավաքի։ 100 ցայն, պատկերացրեք, ու դա դառնա Գյումրու քաղաքապետ։ Դուք պատկերացնում եք ինչ բան է։ Այսինքն արժեքները ոտնահարված է։ Արժեքները, քաղաքապետը ով, դրանք ինչ իրավունք ունեին ազգային ժողովում պատգամավոր լինեին, նայում եմ դրանց մակարդակը, մեկ ասում է լեզուդ կկդրեմ, մեկ ասում է ագանջներդ կկդրեմ, խուժանի պես, բողմագի պես թափում են մարդկանց, այս չէ դրանց մակարդակը, հələ մի հատ ես 2 անգամ ազգային ժողովի պատգամավոր, այդպիսի բան տեսել եք ազգային ժողովում։ Հերթով, ներողություն, հերթով ասեք կպատասխանենք։ Շարունակում է Նիկոլ Փաշինյանը ասաց, որ դա այդ սխալ ուղղվելու է, հա, այսպես ասած, դուք այն քաղաքապետը չեք, որը ասենք ընտրվել եք, հա, եւ ինչ եք անելու, հա, շուտով ուղղելու են իրեն։ Յո, ինձ խոր իմաստով ես ասում, Սատենիկ ջան, ինքը շատ բան ասեց, եթե ես չեմ ընտրվել, բա ով է ընտրվել։ Առանց կաշառքի, ամբողջ պետության ապարատի դեմ պայքարել ենք ու այսքան ձայներ ենք։ Ճիշտ ասած, ես չէի հավատում, որ իրանք այսքան բան պետք է անեն, այսքան կեղծիքներ ու այսքան գումար պետք է բաժի, ես դա չէի հավատում։ Ես մի քիչ հավատում էի, որ սա դեմոկրատիայից էին խոսում, բան էին խոսում, ասում էի հավանական է ճիշտ կպահեն իրենց, բայց ինչ որ ես տեսա, նախկին երկուսը այսպիսի բաներ չէին արել, այն երկու նախագահները։ Դա հիմա ինչ ուզում է անի սլակը, այդ որը